Եվ որդվո և հոգվում սրբով ամեն։ Եվ Հիսուս արտասվեց։ Այսօր ավետարանից, Խորանից ընթերցվեց մի դրվագ Հովանու ավետարանից 11-րդ գլխից, որը մեզ ներկայացնում է Ղազարոսի մահը և հարությունը։ Բեթանիայում ապրում էին Մարիամը, Մարթան և Ղազարոսը։ Երեքն էլ Հիսուս Քրիստոսի բարեկամներն էին, ընկերները, սիրելիները։ Եվ Ղազարոսը հիվանդանում է, ծանր հիվանդություն է ձեռքում։ Մարիամն ու Մարդ են ուղարկում Հիսուս Քրիստոսի մոտ և փոխանցում նրան Ղազարոսի հիվանդության մասին, ակնկալելով, որ Հիսուս Քրիստոս պիտի գա և բժշկի Ղազարոսին, քանի որ այդ հիվանդությունը Ղազարոսին մահվան էր տանում։ Բայց երբ այս մարդը գալիս է և Հիսուս Քրիստոսին փոխանցում է լուրը, Հիսուս Քրիստոս չի շտապում Ղազարոսի մոտ, այլ մնում է այնտեղ, որտեղ կար իր աշակերտների հետ։ Եվ իր աշակերտների հարցին ի պատասխան ասում է, այս հիվանդությունը մահաբեր չէ, այս հիվանդությունը մահվան համար չէ, այլ որպեսզի Աստծո որդին փառավորվի։ Ղազարոսը մահանում է։ Բնականաբար Հիսուս Քրիստոս գիտեր, որ նա մահանում է։ Բայց երբ Ղազարոսը մահանում է, Հիսուս Քրիստոս իր աշակերտներին ասում է. եկեք գնանք մեր բարեկամի Ղազարոսի մոտ, որովհետև նա ննջել է և ես նրան պիտի արթնացնեմ։ Աշակերտները զարմանում են ասելով. Տեր, եթե ննջել է կարթնանա, առանց հասկանալու, որ Հիսուս Քրիստոս խոսում էր Ղազարոսի ֆիզիկական մահվան մասին։ Այդուհանդերձ նրանք բոլորը գնում են Բեթանիա։ Եվ առաջինը Հիսուս Քրիստոսին մոտենում է Մարթան, քույրերից մեկը։ Երբ մոտենում է Հիսուս Քրիստոսին, լացակումած ասում է. Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Չէ՞ որ Մարթան և Մարիամը սպասում էին Հիսուս Քրիստոսին, որպեսզի նա բժշկեր իրենց մահամերձ եղբորը։ Չէ՞ որ Ղազարոսը տանջվում էր։ Չէ՞ որ Մարիամն ու Մարթան տանջվում էին և սպասում էին Հիսուս Քրիստոսին, բայց Հիսուս Քրիստոս չէր գալիս։ Եվ այդժամ Մարթան ասում է. Տեր, եթե դու գայիր, ախ, միայն եթե դու գայիր, իմ եղբայրը այսօր ողջ կլիներ։ Բայց հիմա էլ գիտեմ, Տեր, որ ինչ էլ որ ուզես Աստծուց, Աստված քեզ կտա։ Սուրբ Հովան Ոսկեբերյանը բացատրում է, որ Հիսուս Քրիստոսի համար ավելի կարևոր էր հարություն տալ Ղազարոսին, քան թե նրա ցավը բժշկել։ Եվ երբ Մարթան և Հիսուս Քրիստոս այդ պահին խոսում են, Հիսուս Քրիստոս ասում է Մարթային, թե քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան ասում է. Տեր, գիտեմ, որ հարության օրը հարություն կառնի։ Բայց Հիսուս Քրիստոս նրան պատասխանում է, որ ես իսկ եմ հարությունը և կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի, իսկ ով կենդանի կլինի, հավիտյանս չի մեռնի։ Հավատում ես, Մարթա, որ ես կարող եմ հարություն տալ եղբորը։ Մարթան պատասխանում է, որ հավատում է։ Ասում է. հավատում եմ քեզ, Տեր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը։ Եվ նրանք միասին պիտի գնային այլևս դեպի գերեզման, բայց Մարդ են ուղարկում Մարիամի մոտ և ասում են, որ վարդապետը Հիսուս Քրիստոս եկել է։ Նույն ձև Մարիամն է գալիս Հիսուս Քրիստոսի մոտ, և երբ Մարիամն է դուրս գալիս տնից, արդեն մնացյալ ժողովուրդը Մարիամի հետևից են դուրս գալիս։ Եվ բոլորով գալիս են դեպի Քրիստոս։ Մարիամը նույնպես Մարթայի պես, երբ տեսնում է Հիսուս Քրիստոսին, սկսում է լացել և ասում է. Տեր, եթե միայն դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Այս անգամ Սուրբ Գիրքը ասում է, որ Հիսուս Քրիստոս խռովում է իր ներսում։ Եվ ապա Աստվածաշնչի ամենակարճ տողը Հիսուս արտասվում։ Շատերը այդտեղ կանգնած մտածում են, թե Հիսուս Քրիստոս արտասվում է, որովհետև Ղազարոսին շատ էր սիրում։ Ղազարոսի կորուստն էր պատճառ դառնում Հիսուս Քրիստոսի արտասվելու։ Բայց Հիսուս Քրիստոս կանգնում է
գերեզմանա դեմի առաջ, հրահանգում է բացել գերեզմանը, որպեսի Ղազարոսին հարություն տա։ Ասում են Տեր, արդեն 4-րդ օրն է, մարմինը փտում է, ինչպես մենք բացենք։ Այդուհանդերձ Մարթային նայելով Հիսուս Քրիստոս ասում է, չասացիր, որ հավատում ես, բացեք, բացում են, Հիսուս Քրիստոս գոչում է, ասում է, Ղազարոս, վեր կաց, արի, և մահացած Ղազարոսը, որ 4 օր է ինչ մահացել էր, որի մարմինը արդեն սկսել էր փտել, վեր է կանգնում և գալիս է Հիսուս Քրիստոսին։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այս պատմությունը բազում շերտեր ունի։ Եվ ես կցանկանամ, որպեսզի մենք մի քանի հարցերի մասին իրար հետ միասին մտածենք։ Նախ, առաջին հարցը, որ ես կցանկանամ բարձրացնել, երբ Մարիամն ու Մարթան սուրհանդակ են ուղարկում Քրիստոսի մոտ, ասում են, որ իրենց եղբայրը տանջանքի մեջ է, ցավի մեջ է, սպասում է Քրիստոսին։ Ինչու Հիսուս Քրիստոս, որ գիտեր, որ Ղազարոսի մահանալու է։ Ինչու Հիսուս Քրիստոս նույն պահին չի գնում Ղազարոսի մոտ։ Ինչու է թողնում, որ Ղազարոսը տանջվի և չարչարանքի միջով անցնի։ Շատ պարզ երկու պատճառներ են։ Նախ, որովհետև նա գիտեր, որ Ղազարոսին հարություն է տալու, որովհետև նա գիտեր, որ այդ տանջանքը ավարտ է գտնելու, որովհետև նա գիտեր, որ այդ տանջանքից հետո Ղազարոսին ավելի մեծ սեր է սպասում։ Եվ երկրորդ պատճառը, որ ավելի կարևոր է, Սուրբ Գիրքն ասում է, որովհետև Հիսուս Քրիստոս սիրում էր Ղազարոսին։ Ինչ է նշանակում սիրել մեկին և թույլ տալ, որպեսզի նա անցնի տանջանքների միջով։ Սիրել նշանակում է վստահել։ Եվ այն առաքելությունը, որ տրված էր Ղազարոսին, միայն Ղազարոսը կարող էր անել։ Սիրել նշանակում է թույլ տալ, որպեսզի նա հասնի այն առաքելության իրականացմանը, որը նրան վստահված է։ Պողոս առաքյալը Փիլիպպեցիներին ուղղված իր նամակի առաջին գլխի 29-րդ համարում շատ յուրահատուկ միտք է մեզ փոխանցում։ Ասում է, մեզ շնորհ տրվեց Աստծուց ոչ միայն հավատալու Հիսուս Քրիստոսին, այլև չարչարվելու հանուն Հիսուս Քրիստոսին։ Մենք բոլորս, որ քրիստոնյա ենք և դրանով ուրախանում ենք և պայծառանում ենք, մշտապես ասում ենք, կյանքս էլ կտամ Հիսուս Քրիստոսի համար։ Իսկ հիմա հարց, մենք պատրաստ ենք ոչ թե կյանք տալ Հիսուս Քրիստոսի համար, այլ տանջվել և չարչարվել երկար ժամանակ հանուն Հիսուս Քրիստոսի։ Մենք պատրաստ ենք այդ շնորհը ընդունել։ Ղազարոսը պատրաստ էր և ընդունել և չարչարվեց։ Մեր սրբերը, Սուրբ Թադեոսը ընդունեց և չարչարվեց, Սուրբ Բարդողոմեոսը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեր բոլոր սուրբ նահատակները, նրանք բոլորը չարչարվեցին հանուն Հիսուս Քրիստոսի և դրանով իսկ նմանվեցին Հիսուս Քրիստոսին, ով չարչարվեց հանուն բոլորի։ Եթե մենք սիրելի ենք Հիսուս Քրիստոսի կողմից, անհնար է, որպեսզի մենք չանցնենք այն ճանապարհը, որ անցավ Հիսուս Քրիստոս։ Անհնար է, որ մենք երբևիցե չարչարանք չտեսնենք։ Երբ Հիսուս Քրիստոս գալիս է Բեթանիա, նրան մոտենում են Մարթան, ապա Մարիամ։ Երկուսն էլ նույն տողերն են ասում։ Առաջինը ասում է, Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Երկրորդն ասում է, Տեր, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա։ Առաջին անգամ, երբ Հիսուս Քրիստոս այս խոսքերը լսում է, նա չի արտասվում։ Բայց երկրորդ անգամ, երբ լսում է, արտասվում է։ Ինչու՞։ Որովհետև առաջին անգամ, երբ Մարթան ասում է, Տեր, եթե այստեղ լիներ, եղբայրս չի մահանա, այդուհանդերձ գիտեմ, որ այժմ էլ կարող ես Աստծուց խնդրել և նա քեզ կտա։ Ես սպասում էի քեզ, դու չեկար, բայց ես հավատում եմ քեզ։
Ես չգիտեմ ինչու չեկար, բայց ես հավատում եմ քեզ։ Մարիամը չէր հավատում այլևս։ Միգուցե իր տխրությունից, միգուցե իր վշտից, բայց այն հավատքը, որ ուներ Մարթան, Մարիամը չդրսևորեց։ Այդ իսկ պատճառով էլ Հիսուս Քրիստոս, կանգնելով Ղազարոսի մահվան իրականության առջև, արտասվեց ոչ թե Ղազարոսի մահվան պատճառով, այլ արտասվեց Մարիամի անհավատության պատճառով, թերահավատության պատճառով։ Եվ այսօր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մենք կանգնած ենք նույն իրականության առջև, ինչ որ մեզ այսօր Սուրբ Գիրքը Խորանից փոխանցեց։ Մենք բոլորս Ղազարոս ենք, ոչ անհատապես ամեն մեկս, մենք միասնական մեկ մարմին ենք, մենք բոլորս Ղազարոս ենք, և ունենք ցավ, և այդ ցավի անունն է պառակտում, այդ ցավի անունն է անմիասնականություն, այդ ցավի անունն է սիրո պակաս, մեղադրանք, անվստահություն։ Մենք այսօր ունենք այդ ցավը, և այդ ցավը մեզ տանում է մահվան։ Եվ ամենասարսափելին այն է, որ այսօր Քրիստոս այստեղ կանգնած կրկին արտասվում է։ Արտասվում է մեր պատճառով, որովհետև մեր մեջ չկա սեր, այլ պառակտում։ Մենք մեկ մարմին ենք։ Եվ երբ մարմնի որևէ անդամ ցավ է զգում, ամբողջ մարմինն է տառապում։ Երբ որևէ մարդու մարմնի մի հատված ցավ ունի, ամբողջ մարդն է չարչարվում։ Եվ այդ ցավը, եթե չբուժես, ամբողջ մարմինն է բարակում և տանում մահվան։ Դեղամիջոց այդ ցավի Հիսուս Քրիստոսն է։ Դեղամիջոց այդ ցավի սերն է։ Դեղամիջոց այդ ցավի միասնականությունն է։ Հիսուս Քրիստոս այսօրվա այս ավետարանական պատմության մեջ շատ դիպուկ խոսք է ասում։ Ասում է, ես եմ հարությունը և կյանքը։ Անգամ, եթե մեկը մեռնի, ով հավատում է ինձ, կապրի։ Իսկ նա, ով կենդանի է, երբ հավատում է ինձ, հավիտյանս չի մեռնի։ Ամեն։